Հանրային կարծիքի ուսումնասիրման հիման վրա թիմ ոլորտում երկարամյա վաստակ եւ ներդրում անվանակարգում The Leader մրցանակը շնորհվում է Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։ Գործունեության բեղուն տարիներ, առաջընթաց ապահովող բազմաթիվ ծրագրեր, ճիշտ կառավարում եւ աննկուն կամք։ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյան։ The Leader 2025-ը հանձնում է Բյուրեղավան համայնքի ղեկավար պարոն Բալասյանին։ Անհատ ում ղեկավարման 17 տարիներին արձանագրվել են դրական բազմաթիվ փոփոխություններ, տեղի ունեցել զարգացում ապահովող տեղաշարժեր։ Բյուրեղավան համայնքում տեղի ունեցող փոփոխությունները բազմոլորտ են։ Շարունակական վերելք է ապրում քաղաքաշինությունը, առողջապահությունը, կրթությունը, սպորտը, մշակույթը, հոգևոր կյանքը։ Համայնքում անցկացվող կրթական, մշակութային միջոցառումներն ու ծրագրերը վերընթաց զարգացման ուղենիշ են։ Շուրջ 17 տարի աշխատելով Բյուրեղավան համայնքի ղեկավար, մշտապես առաջնորդվել եմ իմ անփոփոխ կարգախոսով՝ կամք, նվիրում, աշխատանք։ Լինելով փորձառու, պատասխանատու եւ նոր գաղափարներով եւ ծրագրերով հարուստ համայնքի ղեկավար, Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ ու առաջնորդությամբ համայնքի բյուջեի միջոցների ճիշտ կառավարման արդյունքում տարբեր համարձակ նախաձեռնություններ են կյանքի կոչվում։ Իրականացվում են նաև կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրեր, բարերարների կողմից իրականացվող ծրագրեր, ինչպես օրինակ 120 տեղանոց մանկապարտեզի հիմնանորոգում, մշակույթի տան վերակառուցում եւ հիմնանորոգում, Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգում եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով ամբողջական վերազինում, համայնքի տարածքում ոռոգման համակարգի արդիականացում, պուրակների, խաղահրապարակների կառուցում։ Համայնքի խոշորացումից հետո գյուղական բնակավայրերում իրականացվել են բնակիչների կյանքի որակի բարելավման ուղղված աշխատանքներ, որոնց լուծմանը հետամուտ է համայնքի ղեկավարը։ Կառուցվել են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրի ցանցեր։ Այսօր էլ շարունակվում են համայնքանպաստ աշխատանքներ իրականացվել։ Ահավասիկ սպորտի համալիրի կառուցումը, որը շուտով կավարտվի եւ Բյուրեղավան համայնքի երեխաները հնարավորություն կունենան մարզումներն անցկացնել հարմարավետ պայմաններում։ Ավարտման փուլում է բարերարների կողմից ֆինանսավորվող Բյուրեղավանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարությունը։ Գործարարությունն ու աշխատատեղերի ապահովումը խրախուսվում է համայնքի ղեկավարի կողմից։ Սա է Բյուրեղավան համայնքի առօրյան, համայնքի ղեկավարի կամքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքը, որը եղել եւ մնում է իր գործունեության կարգախոսը։ Շնորհիվ ճիշտ կառավարման եւ բնակիչների հետ անմիջական երկխոսության, Հակոբ Բալասյանը տարբեր նախագծերի, նորարար լուծումների միջոցով համայնքն առաջնորդում է զարգացման ճանապարհով։ Արի Բյուրեղավան, առաջընթացի ուղի բռնած համայնք։ Ծնվել եմ Բյուրեղավանում, մշտապես ապրել։ Եվ իմ կյանքի նպատակը եւ աշխատանքային գործունեության նպատակը եղել է ամեն ինչ անել, որպեսզի Բյուրեղավանը դառնա բարգավաճ քաղաք եւ Բյուրեղավանցու կյանքի որակը ավելի լավանա։ Շարունակելու եմ նմանապես իշահ Բյուրեղավանի եւ Բյուրեղավանցու։